ենք կյանքը քո զորացնել Միասին կարող ենք կյանքը քո ամրացնել Որ լեցվի լույսով լի մեր տունը Տարածվի արդար մեր անունը Հայաստան դաշինք, միասին կարող ենք Ընտրիր 17-ը, ընտրիր Հայաստանը Բարև ձեզ հարգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այսօր ես զրուցել եմ Հայկ Նահապետյանի հետ, շնորհակալ եմ պարոն Նահապետյան մեր հավերն ընդունելու համար։ Իշխանությունները մայիսի 28-ին անցկացրեցին այսպես կոչված զորահանդես եւ մեծ այսպես շուկով ողջավորությամբ հայտարարեցին տեսեք ինչ զենքեր են գնել։ Դրանից հետո առիթ եղավ մի քանի անգամ քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչներին հարց տալ եւ փորձել բարձել թե որ պետությունն է այս պահին Հայաստանի համար սպառնալիք։ Ու պարզվեց որ սպառնալիք չկա Հայաստանի համար, այստեղ հարց է առաջանում, եթե մենք չունենք սպառնալիք կամ չգիտենք որ պետությունն է մեր համար սպառնալիք, ինչի դեմ ենք զենք գնում։ Դուք ոլորտի մասնագետ եք, ձեզ համար հասկանալի է թե պետությունը չգիտի իր սպառնալիքն ով է։ Զենք ինչպես կարող է գնել, ինչպես կարող է գնում կազմակերպել։ Ինչ տրամաբանությամբ, հա։ Ինչ որ մի չինովնիկի պատասխանը ձեր կամ այլոց հարցերին, որ կա սպառնալիք, եթե իրենք ասում են չկա կամ չգիտեմ, դրանց իրականությունը չի փոխվում։ Սպառնալիքները սովորաբար իրական, հավանական նշվում են ազգային անվտանգության դոկտրին։ Դեռ 20 թվականն է վերջինը, Ադրբեջանն ու Թուրքիան են։ Եվ հիմա նոր դոկտրին ունեք դուք։ Չէ, բայց իրանք ասում են այդ պետությունները սպառնալիք չեն։ Այնքան քիչ է հետաքրքրում, ինչ որ մեկը ինչ որ բան ասեց։ Մենք բոլորին պետք է ուղարկենք, գիտեք, չէ՞ որ Յուպիտեր։ Հիմա եթե դոկտրինում նշված է սպառնալիքը դա է, անկախ նրանից ով ինչ, որտեղ նա իրավական ակտ է օրենսդիրի կողմից ընդունված եւ տարբեր պետական հաստատությունների, կառավարության առընթեր մարմինների աշխատանքային գործունեության քայլերի մշակման ժամանակ էական դերակատարում ունի։ Այդ թվում ազգային անվտանգության ծառայության, այդ թվում պաշտպանության նախարարության, այդ թվում հիմա ներքին գործերի նախարարություն, այդ թվում արտակարգ իրավիճակների, այդ թվում էկոնոմիկայի, այդ թվում կենտրոնական բանկի, բոլոր փոխկապակցված են։ Այդ հիմա ինչ որ մեկ ինչ որ բան ասեց, այտենց չի։ Կամ ասենք այդ շքերթ կոչվածը, ինչ էր։ Շքերթը ընդամենը քարոզչական մի հնարք էր։ Այդքան բան, որտեղ շքերթները սովորաբար այլ նպատակների են ծառայում, կան ներքին սպառման համար միջոցառում շքերթ, բայց որը հաշվետվություն չի էլի։ Չէ, իրենք ասում են, սա հաշվետվություն է։ Ես օրինակ բերեմ, որպեսզի ժողովրդի տվյալ երկրի քաղաքացիների ընդհանուր հոգեբանական վիճակը, բանական վիճակը կամ մարտական ոգին բարձրացնեն։ Օրինակ, շատ լավագույն ցուցիչն է դա 1941 թ. նոյեմբերի 7 Կարմիր հրապարակ։ Խորհրդային միության ժողովուրդները նախ տեսան, որ երկրի իշխանությունը Մոսկվայում է, պաշարված շրջափակված, հա, կամ մատուցներում էին արդեն գերմանացիները, եւ այդ զինազնակազը, որ շքերթով անցնում էր, գնում էր միանգամից մարտի դաշտ էր մտնում։ Այսինքն դուք հասկանում եք, չէ՞ հոգեվիճակ, մի պահ եթե փորձենք այդ անձնակազմը, որին դիմավորում ողջունում է երկրի ղեկավարը եւ ղեկավարությունը։ Իրենց ողջերության չափ, սա ներքին սպառման։ Կա բարեկամ երկրների եւ ոչ բարեկամ երկրների կամ ճշտամի պետություններին ուժ ցույց տալ շքերթով։ Չինաստանը վերջերս նման մի մեծ շքերթ արեց եւ Միացյալ Նահանգներին հավաքական արմունկին ցույց տվեց, որ կա 3 միջուկային տերություն, որոնցից մեկը գերտերություն է, 2 տերություն եւ այդ 3-ի դաշինքն է այսօր հավաքական արմունկի դեմ կանգնած։ Խոսքը Չինաստանի, որտեղ երկրի նախագահ ընդունում է շքերթը եւ իր երկու կողմում նստած, աջ կողմ նստած է Ռուսաստան դաշնության նախագահ, ձախ կողմ Հյուսեյն Կորեայի նախագահ։ Եվ Չինաստանը այդ շքերթում ցույց տվեց ինչ ուներ, ընդ որում ուներ շատ բաներ, որի մասին չեր խոսել, բայց այդ շքերթում տեսան։ Ընդ որում տակտիկական, տեխնիկական բնութագրիչների բացահայտման։ Սա ուժի ցուցադրություն է։
Հիմա մեր մոտի այդ շքեր չէր, դա ինչ որ մի հանդես էր, այսպես հաշվետվություն հանդես, որով փորձ էր արվում մեր երկրի քաղաքացիների մոտ տպավորություն ստեղծել, որ Հայաստանը ունի լրջագույն ռազմաարդյունաբերական համալիր։ Եղբայր տարբեր երկրների զինտեսակների դնում ես հայկական ինչի։ Ուրեմն հաղորդավարը եւ նրանք ովքեր որ հաղորդավարի տեքստը տվել են, այսպես մանր խորամանկություն էին արել։ Ուրեմն անօթաչուները, թռչող սարքերը եւ երկու տեսակի ականանետ։ Ասվեց հայնական արտադրության։ Թեև անօթաչուների մեջ կեղծիք կար, վերջինը չինական CH4-ներ, որը հայկական, հա, այսպես ասած։ Ինչևէ, մնացածները բոլորը բացի ռուսականներից, իսկ ռուսականները անցան, ռուսականների իրենց անվանումները տրվեց, մնացածները, ասենք, մեր հին աստվածներին պանթեոնից հանել էին մայրուղի, էլ Արամազդ, էլ Միհր, էլ Շանտ, էլ Վրեժ, չգիտեմ, աղեղ, բան եւ այդ աղեղը հենց այդ CH4-ներ, հա։ Հիմա ինչ եմ արեմ սա ասում, տպավորությունը նպատակը հետեւյալն է, հո քաղաքացին այդ բան չի մտածում, դեռ ասվեց հայնական արտադրությանը, թե ոչ, հայկական անվանումը ենթագիտակցորեն քեզ մոտ նստված կատարես, որ դա հայաստանյան է կամ մենք ենք արտադրել, ճիշտ է, անվանումը։ Ես կարծում եմ, որ ներողություն քարոշչական լավ ասելով հնարքեր արված, այդ անօթաչուներից առաջ 2 կամ 3 Հայաստանում արտադրված կասկածելի անօթաչուներ ասցին, հայկական արտադրության անօթաչուներ, իսկ այն մյուս անօթաչուները հայերեն անունով ասեցին, բայց չասեցին, որ հայկական արտադրության չէ։ Իսկն հատուկ չասվեցել, որ հայկական արտադրության է, բայց ենթագիտակցության մեջ այն առաջինի ազդեցության տակ գալիս է, որ սրանք են։ Ուրեմն քանի որ դա բան էր, այդպես զորահանդես չէր, հա։ Ինչու, որտեվ սովորաբար զորահանդեսում, որտեղ ենթադրենք երկու նպատակ ուներ, մեր ժողովրդի մոտ բարձրացնել հոգեվիճակը եւ մեր ոչ բարեկամ երկրին ցույց տալ, որ այնուամենայնիվ զինական առումով մենք ծնկած վիճակից կանգնել ենք ոտքի։ Ուր են մեր տանկերը, զրահատեխնիկան։ Չկային։ Բայց մենք ունենք։ Ասում են տանկերի ժամանակը անցել է։ Ով ասում։ Այդ որ մի տխմարն է նման հիմարություններ դուրս։ Քպականները։ Ես ասում եմ, որ մի տխմարն է հիմարություն դուրս տալիս։ Օրինակ իրանք նայում են Ուկրաինայում ինչ է կատարվում։ Տանկերը իրենք հարձակողական զինատեսակ են։ Այո, ես ասեմ ինչու չկան եւ ոչ միայն տանկերը։ Իրենք հարձակողական են, այսինքն ճեղքում են ապահովում դեսանտագրոհային ստորաբաժանումների համար, հակառակորդի կրակակետերը հիմնականում լրացնում են արագ օպերատիվ եւ ապահովում են ճեղքում, հարձակում, շրջափակում կամ կիսաշրջափակում եւ հետո ոչնչացում։ Նացիստական Գերմանիան երկրորդ համաշխարհային պատերազմում իդեպ ասեմ ձեզ, աշխարհին ուզում էր տիրել այդ առավելությամբ, տանկային առավելությամբ։ Բայց դա 80 տարի առաջ էր, բան։ Հարգելիս, ուրեմն հիմա դրոններ կան, տանկերը շատ արագ թիրախավորվում են։ Չէ, այդպես չի, բայց տանկերը աշխատում են, այդպես չի։ Տանկերը կան ոնց։ Դե ով ասել է, դե առնվազն իրենց կապիտի տանես, բան էլի, ասենք այնտեղ երկու լավ մասնագետներ կան, օրինակ Ալեն Սիմոնյանը մի գործիքի մասնագետ է, Արարատ Միրզոյանը այլ գործիքի մասնագետ է։ Թող գնան նրանց այդ գործիքների մասին կարծիքներ։ Դե որ Ալենին ասեք, ասի տանկը չի դռում, ումա պետք է։ Ահա, լավ, հիմա։ Եվ այսպես, ուր էին մեր հերար հրթիռները։ Չունենք։ Չէ, այդպես չի, ունենք, այդպես չի։ Այդ ամեն ինչը որ ցույց տային, քանդվեր են քարոշչական թեզը, որ նախկինների ժամանակ ոչինչ չենք ունեցել։ Չէ, լավ, հիմա ինչքան էլ որ ասեն չենք ունեցել, հո այդ թեզը չի աշխատում, վստահեցնում եմ, չէ, դրա համար չէ։ Ոչ թե քանդվեր ինչ-որ թեզ, այլ մեծ հեռահարության հրթիռները, այդ թվում Իսկանդերը, այդ թվում Սկադները, Ուրագանները, Սմերշները, հա, դրանք ինչ էին։ Դրանք զինատեսակներ են, որ պատերազմի ժամանակ Ադրբեջանի հետ, իսկ մեր իրական թշնամի ոչ թե հակառակորդը, թշնամի պետությունը Ադրբեջանի հետ, իսկ ինչու թշնամի, որտեղ նրա հետ փորձ է արվում կնքվել խաղաղության պայմանագիր կամ համաձայնագիր, սովորաբար կնքվում է թշնամի պետությունների միջև պատերազմի ավարտից հետո։ Հիմա այդ մեծ հեռահարության հրթիռները դա Ադրբեջանի ինչ-որ տարածքներ, ինչ-որ օբյեկտներ խոցող զինտեխնիկա է։ Բալև սրան ասել, սրանց ասելու են, ձեր ասած ԿՊՄ-ից չհասկացա, այս։ Դուք հավակնություն ունեք, բա մարտունակ բանակից դուք պաշտպանունակ բանակ եք։ Պաշտպանունակ բանակը իրանք չունի իր սահմանից, ասենք 50 մետր ենքում թիրախ խոցել, օրինակ։
չէ։ Այդ պաշտպանունակ բանակն էլ է հիմարություն, էլի։ Հետո այդտեղ մի փորձ է արվում, սա առաջին անգամ չի, բայց ես դրա մասին անպայման ուզում եմ ասել, որ իբր Հայաստանի Հանրապետության 3 նախագահների ժամանակ մեր պաշտպանության նախարարությունը չի գնել զինատեսակներ այլ երկրներից, որովհետև Ռուսաստանի հետ ենք համագործակցել, այսինքն ռազմատեխնիկական համագործակցություն միայն Ռուսաստանի հետ։ Ասեմ ձեզ, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ մենք Չինաստանից գնել ենք լրջագույն զինտեխնիկա։ Ինչ կապ ունի Ռուսաստանը։ Ես ասում դեռևս Լևոն Տեր-Պետրոսյան, որի ժամանակ լավագույն տանկերն են գնել, չինական շատ մեծ հեռահարության հրթիռներն են գնել։ Հիմա մենք ունեցել ենք, Հայաստանը ունեցել է ռազմատեխնիկական համագործակցություն ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ։ ՆԱՏՕ-ի Ռուսաստան դրա մասին իմացել է սկզբունքորեն, որից ձևով հակազդեցություն չի եղել մեր որոշումներից, մենք լրջագույն, այսինքն Փաշինյանն ասում է, քանի որ 22, գիտեք ինչ, 22 թվականի հոկտեմբերի 6-ը Պրահան իր կոկորտում է մնացել, որ պայն ինչ-որ բան ուզում է խոսել, այդ միանգամից հոկտեմբերի 6-ը կոկորտից տարբեր գործողություններ անում։ Հիմա այդ հոկտեմբերի 6-ը ինքը ուզում է լրիվ տրամագծային հակառակ ծաղկացնել, ոնց որ Մակրոնի հետ էին ծաղկացնում, հիմա էլ դա ծաղկացնում են, իբր այ հոկտեմբերի 6-ը որ չլներ, այս տեխնիկան չէր լինի։ Սուտ, կերծիկ։ Եվ ինքը հրաշալի գիտի, որտեղ այդ փաստաթղթերը, որ գաղտնիության որոշակի առումով գրիֆ ունեն, թե ՆԱՏՕ-ի անդամ որ երկրների հետ ինչ համագործակցություն ենք ունեցել։ Կա այդ բնականաբար։ Եվ այստեղից հետևություն։ Նրանք, ովքեր որ ասում են սպառնալիք չկա, հա, չգիտեն։ Եթե սպառնալիք չկա, պետությունը չունի սպառնալիք, օրինակ Շվեյցարիան չունի, բայց գիտեք, չէ, ամենամարտունակ բանակներից մեկն է։ Ես պատական զուգահեռ չեմ տանում։ Չկա սպառնալիք, չկա թշնամի։ Ուրեմն յուրաքանչյուր Շվեյցարիայի քաղաքացի տարիքային որոշակի շեմով տարեկան 25-ից 30 օր ուսումնավարժական լրջագույն հավաքների է։ Միակ երկիրն է աշխարհում, այդ առումով Իսրայելը ավելի հետընկած է, որ ունի ռմբապաստարաններ ամբողջ երկրի տարածքով։ Տանց դենք նաև լեռնային երկիր է։ Այսինքն չկա սպառնալիք, բան չեն անում, ինչ են պատրաստում, չի են պատրաստում։ Բայց ամենակարևորը ձեր ասած ԿՊ-ականներին, քանի որ դուք ձեզ հաճախ են հրավիրում, ձեզ շատ են սիրում այդ բանավեճերին, օրինակ սպառնալիք չունեցող պետությունը անհրաժեշտություն չունենա ունենալ անվտանգության երաշխավոր, ճիշտ է, եթե չկա սպառնալիք, ինչ անվտանգության երաշխավոր։ Ալեն Սիմոնյանը վերջերս ասել է, չէ, որ մեր անվտանգության երաշխավորը ով է։ Ադրբեջան։ Դե բայ եթե չկա սպառնալիք, ո՞նց է մեր երաշխավորը։ Մի հատ հարց տվեք, էլի, հիմա չգիտեմ այդ մտքի գիգանտներին։ Ես, այսինքն հիմարությունով են, հա, փորձում ծածկել։ Եվ ըստ այդմ արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում առ այսօր գործում է այդ դոկտրին ազգային անվտանգության, որտեղ հստակ նշած է պետությունները, հավանական թիրախները եւ այլն։ Կա բաց, իդեպ կա այդ իրավական ակտի բաց մաս եւ կա փակ մաս։ Պարոն Ապետյան, դուք բերեցիք Շվեյցարիայի օրինակը, բայց չեք նկատում, որ քաղաքացիական պայմանագիրն էլ է այդ ճանապարհով գնում։ Այսինքն Երեք Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ Ռուսաստանից Հայաստան եկող մեր քաղաքացիներից 40,000-ին կուղարկեն զորահավաքի, ովքեր գալիս են իրենց դեմ քվեարկելու։ Շվեյցարիան մոտենում ենք այսպես, եթե 40,000 զորահավաքան է։ Սա հումորի տեսքով։ Իսկ լրջության մեջ սա պետության կազմակերպման այն ճանապարհը չի, բանակը որպես պատժամիջոց է ներկայացվում իշխանության կողմից։ Որ այ դուք մեզ դեմ եք քվեարկում, մենք դες կուղարկենք զորահավաք։ լավ, ուրեմն այսպես, հա, շատ կարևոր թեմա է հիմա։ Կարծում ժամանակ ունենք, չէ՞, մենք։ Խնդրեմ։ Որտեղ ես կարծում նաև մեր երկրի քաղաքացիները իրական վտանգների մասին պարտավոր են իմանալ։ Ուրեմն պետության կազմակերպումը կամ ինստիտուտների կազմակերպումը իրենց նպատակներին չծառայելը վերջն արդյունքում բերում է նրան, որ իսկ պետությունը ինչ է, ինքն է կազմակերպման ինստիտուտներ են, որտեղ խնդիր է դրում անվտանգություն, տնտեսություն, բարեկեցություն, զարգացում։ Բայց եթե այդ տարածքում ժողովուրդ կա, իսկ եթե ժողովուրդ չկա, հիմա ես ձեզ 3 փաստ բերեմ, թե ինչպես է արվում, որ Հայաստանում առավելագույն եւ շատ արագ արտագաղթ լինի։ Եվ բնականաբար այդ արտագաղթից հետո այստեղ համալրվելու են տարբեր այլ ժողովուրդներ, որի մասին մի մտքի գիգանտ կա, տարբեր մասնագետ, բժիշկ, սոցիալական, չգիտեմ այլ Թորոսյան կոչվածով,
որ ասում է ինչ մոնոէթնիկ երկիր շուտով բանի է։ Հիմա ես ասեմ 3 հիմնական շեշտադրում։ Ուրեմն խոսքը սենց ադրբեջանցիների վերադարձի պահ է, հող է նախապատրաստում։ Քայլ առաջին սահմանամերձ բնակավայրեր, լեռնային եւ բարձր լեռնային գյուղեր դի դատարկվի։ Քարտեզը կա, այդ քարտեզը գաղտնի չի եւ այդ այն բնակավայրերն են 4 մարզերում՝ Աշոտսկի, Շիրակի, Տաուշի եւ Սյունիքի։ Մի փոքր լոռու կա, բայց լոռին քիչ է։ 229 դպրոց փակում են, որից մոտ 94%-ը այդ բնակավայրերում միակ դպրոցն է։ Գյուղում փակել դպրոց նշանակում է երիտասարդ ընտանիքին դուրս անել, որտեվ երեխան որտեղ պիտի հաճախի դպրոց մանկապարտեզ, լավ ասենք մանկապարտեզներ չկան հիմնականում, այս դպրոցի պահ երիտասարդ ընտանիքը դուրս է գալիս։ Սա ինքնաբերաբար մոտավոր չի, իրական թվերը կա, մոտորերս մի տեսանյութ պատրաստում դա եթերը հեռարձակվելու, ես այդտեղ եւս խոսք եմ ասում, այդ դպրոցների հետ կապված, անվտանգային նաեւ մեր հարևան երկիրը, երբ որ մեզ հետ թշնամաբար է տրամադրված եւ հավակնություններ ունի, այդ սահմանային գյուղերը դրանք սահմանային գյուղեր չեն, դրանք սահմանապահ գյուղեր են, այնպես ինչպես օրինակ Իսրայելում կիբուցիները ռազմականացված բնակավայրեր են, առաջին հարվածը հակառակ երկրի բացի բանակից եւ սահմանապահ ուժերից դիմագրավում են նաեւ այդ բնակավայրերի զինված բնակիչները, որը խիստ էֆեկտիվ է, ասեմ ձեզ, ցարական Ռուսաստան նման բնակավայրեր ուներ, որ ամենաէֆեկտիվն է աշխարհում բոլոր ժամանակներում կազակական ստանիցաներ, եւ պետությունը ամեն ինչ անում էր, որ ստանիցաներում ապրող եւ նույնը կիբուցիներում ապրող մարդիկ պետության առավել հոգացության ներքո էին։ Տնտեսություն, տեխնիկա, վարկավորում եւ այլն, որոնց խնդիր չկար, որտեվ պետության առաջին պաշտպանական բնագիծը Վահանը այդ բնակավայրը։ Հիմա երբ որ ես օրինակը բերում եմ 229 դպրոց, դա բավական լուրջ թիվ է։ Այդ հաղորդմանը այդ թվերի մասն է խոսվի, մասնագետները, սա ուրեմն դատարկում է, թուլացնում է մեր սահմանային բնակավայրերը։ Դուրսը հիմա երկրորդ, քանի որ Հայաստանը գյուղմթերք արտադրող երկիր է, ցավոք խորհրդային միության ժամանակ մենք լուրջ արտադրություններ ունեինք ռազմարդյունաբերական համալիրում, այդ ամենը ոչնչացվեց, հիմա գյուղմթերք։ Թվերը բերեմ, 98% գյուղմթերքը սպառվում է Ռուսաստանում, խմիչքը պատրաստվող այստեղ եւ գյուղմթերքից վերամշակվող արտադրանքը 78% Ռուսաստան եւ Ռուսաստանի հետ ապրանքային շրջանառությունը 38% ի տարբերություն եվրոպական բոլոր երկրների միասին վերցած 10%։ Հիմա սա ինչ է նշանակում, այն քաղաքականությունը, որ հիմա իրականացվում է եւ հիմա արդեն գիտեք, չէ, գյուղմթերք այլևս չի գնալու, Ռուսաստան արգելված է, այնտեղ այդ խմիչքներ, ջերմուկ եւ այլ բոլորը հանում են վաճառքից, սա նշանակում է, որ Հայաստանում միանգամից թիրախավորվում է գյուղացին։ Իսկ եթե գյուղացին չի կարողանում իր արտադրանքը սպառել եւ բանկերից էլ վարկեր վերցրել, բնականաբար չի անում։ Ստիպված այդ վարկերը փակելու համար վաճառում է իր հողը կամ փոքր արտադրությունները մշակման վերամշակման, գաղթականի ցուպը ձեռքերին ու Հայաստանից դուրս։ Ես արտագաղթն եմ ասում, հա, ժողովրդագրական վիճակ փոխել եւ երրորդ շեշտադրված է քաղաքականությունը եւ երրորդը մեզ շրջապատող աշխարհում ինչ մենք տեսնում ենք եւ ինչ մենք կրում ենք, ամեն ինչի մեջ հոսանք կա, առանց հոսանք ոչինչ չկա։ Իդեպ ամենամեծ վալյուտան աշխարհում ինքը հոսանքն է։ Եվ այս բոլոր պատերազմները իդեպ գնում են նավթի, գազի եւ այլն հոսանքի համար չէ։ Հիմա պատկերացրեք մեր հոսանքի 1/3-ը տալիս է ատոմակայանը, 1/3-ը Երևանի ջեկը։ Երևանի ջեկը տալիս է ռուսական գազով։ Ուրեմն ատոմակայանը փորձում են փակել, այդ քարոզչական հնարքը չաշխատեց, մոդուլային ատոմակայանների ջարդվեց, դա այդ հիմարությունները Ամերիկա եւ այլն, Ամերիկան չունի մոդուլային ատոմակայան եւ այլն, դա չանցավ։ Հիմա 3 անգամ ավել հոսանք ենք արտադրել 1400 մեգավատ, 440 ատոմականա, Փաշինյանը վերջերս ասեց 1400
Թե 1200 ասում է արտադրվում է արևային այդ էներգիան Ասում են 3 ատոմական է ենք 400-ը 3-ով բացմատում 1000 ուրեմն դա է բլեֆ է կուտակիչներ չունենք կուտակիչները կբերենք այդ ուրեմն տներում է դրած այդ հոսանքը կհավաքեն կտանեն կուտակիչներին եթե այդպես լիներ ամբողջ Եվրոպան վաղուց Աֆրիկա մայրցամաքը, որտեղ արև կա շատ ավելի երկար, հա, մեզ մոտ եւս արևային օրերի քանակը բավականին մեծ է, հա, տարվա մեջ, կնստեին այդ էներգիայի վրա, ինչու չեն անում։ Որտեղ մեծ հզորություններ, արտադրություններ հնարավոր չի, տեխնիկապես արևային էներգիան կայուն չի, եւ այլն, այսինքն բազմաթիվ խնդիրներ կան մասնագիտական եթե պահով ինչ որ հաղորդում բան լինի, իմ ընկերներից երկուսը կան, որոնք հենց մասնակիցներ են, 3 նյութեր էին ուղարկել բավականաչափ, ես որոշ բաներ նայեցի, այսինքն դա բլեֆ է, բայց իմաստը ո՞րն է 3 ատոմական, որս ատոմական ինչ են կարող, ես գլխացավանք այլի, ռադիացիա կա, բան կա եւ այլն։ Դե ասեմ հուլիսին տրվելու է արդեն ՄԱԳԱՏԵ-ի կողմից 10 տարի շահագործման վերջնական իրավունքը եւ այդ գոստերը, որը որ ստուգվում է, Ռուսաստանի տարբեր ձեռնարկություններ, որոնք կոչված են այդ գնահատականները տալու անում են հուլիսին պիտի որ հաստատվի արդեն եւս 10 տարով եւ այստեղ ասենք եւս մի ատոմական ոչ թե մի բլոկ, հա, նոր բլոկ կառուցվի դու պատկերացեք սա մեր էներգետիկ ինքնիշխանությունն է իսկ երկրորդ այդ 1/3 ատոմականին գումարվում է էներգետիկ ինքնիշխանության էժան գազով Երևանի ՃԿ հիմա եթե պատկերացեք այդ երկուսը տեսականորեն չկան գազը չկա ասում էր հեսա Հայաստանով գազամուղներ է գնում մենք որպես տրանզիտ երկիր գումար չենք վերցնի այդ գազից վերնա կմտնենք գազը կվերցնենք ռուսական գազին չենք անում չէ մտքի գիգանտներ ասում ես հիշեցի իր ամենասիրած հերոսի մտքի փայլատակումը գիտեք որն է իր ամենասիրած Բենդերը եւ Բենդերը երբ որ գնում էր Նյու Վասյուկի իր ամբողջ այնտեղ շախմատային միջոցառում կազմակերպում ճառեր նպատակ ինչ որ մի աթոռ գտնելն էր ընդհանրապես Եվ այդ աթոռը շախմատի մրցման հա տեղում էր։ Այդ Նյու Վասյուկի վերաբերյալ այնպիսի բաներ ասեց, վերջում պարզը որ Նյու Վասյուկին շուտով դառնալու է միջգալակտիկական շախմատային մրցաշարի կենտրոն։ Այս մարտիկ ապշել են, ոնց ասում են մենք ցած քաղաք ունենք։ Ոչ միայն Ռուսաստանի մայրաքաղաքը դառնում, այլև աշխարհի հետո էլ միջգալակտիկական մրցաշարեր շախմատ եւ Նյու Վասյուկին։ Հիմա այս մարտը ասում է հեսա գազամուղը ոնց որ ասենք Այդ գազամուղը այս կողքի սենյակում ասենք մի ջրագից անցկացնելն է, խողովակ դնելն է, էլի։ Այդ ով է իր գազ անցկացնելուխի, անցկացնելուխի քեզ պիտի տան։ Մի գազամուղ երկրորդ եթե տրանզիտ երկրները անվճար գազ կարող են ստանալ, գազը վերջը տեղ չի հասնի։ Բոլոր տրանզիտ երկրները կօգտվեն այդ։ Հարգելիս, ուրեմն նախ այդ գազամուղը ինք առաջնորդին քաղաքականությունն է։ Առաջին հերթին։ Մնացած իրանք երկրորդական բաներ են, էլի, այդ տնտեսական եւ այլն։ Եվ ես վստահաբար եմ ասում, որ գազամուղ Հայաստանով մոտ օրերս, մոտ ամիսներս, մոտ տարիներս որից է մեկը չի պլանավորել, որ ինչ-որ գազամուղ անցկացնի, չեն պլանավորել նաև մեր արտադրանքը, ասենք, բան անել, եվրոպական շուկաներում, Եվրոպան ասած արդեն ճանապարհ են ընկել, չէ՞։ Լավ, դե հիմա ամեն ասած, ասում դուք էլ ասեք։ Ասում հարգելիս, բայց դուք 80 տարեկան եք էլ, այդ գլուխ գովալս ո՞րն է ասում։ Ասում է դու էլ ասել ես ասում։ Պարոն Հապետյան, այստեղ մի դրվագ եւ հոսանքեմ ավարտեմ։ Ուրեմն հոսանք չկա, արտադրություն չկա, կյանքը կանգնում է։ Դուք պատկերացնում եք արտագաղթի տեմպերը Հայաստանից։ Սա ժողովրդագրական վիճակը փոխելու, այստեղ ասենք տարբեր երկրներից, մասնապես Հնդկաստանից, հա, մենք տեսնում ենք, չէ, աճը, եթե թույլ տան շատ ավելին են այնտեղ։ Արդեն ասում են 50,000-ն անցել։ Իրենց եթե վստահաբար թույլ տաս, ասենք կարող են 1 տարում մի քանի միլիոն գալ հանգիստ այստեղ ապրել։ 1 միլիոն էլ ադրբեջանցիներ, այստեղ մենք դառնանք ազգային փոքրամասնություն։ Հիմա սա քաղաքականություն է, սա Հայկ Նահապետյանի մտքերը չեն վերացական օդի մեջ, որտեղ ես կոնկրետ տեսնում եմ եւ քայլերով են իրենք անում։ Այսինքն վերջն արդյունքում բերելու են դրան։ Հայաստանը ինքը ոչ թե պետություն լինի, այլ տարածք թուրքական աշխարհի մեջ, որից է ձևով խոչընդոտ չի լինել թուրքական աշխարհի կենսագործունեությանը բոլոր առումներով, անվտանգային, տնտեսական, կոմունիկացիոն, որից է ձևով խոչընդոտ չի լինի։ Հիմա այդպեսին են, իսկ դրա համար պետականություն պետք է փլուզեն, այսինքն պետական ինստիտուտներ պետք է փլուզեն, ինչ որ բանակի մասն եք ասում,
մի մաս ինստիտուտների այդպես են փլուզում, ասենք նշանակում է ղեկավար, որը գործիչ չի հասկանում։ Ինչքան էլ ինքը հայնասի լինի, որը խիստ կասկածելի է, այդ ինստիտուտը արդեն քանդվեց։ Կամ ֆիզիկապես ինստիտուտները փակում են։ 18 թվին բերեցին իշխանության, միանգամից 4 ինստիտուտ փակեց, 4 կարևորագույն ինստիտուտ։ Գյուղնախարարություն պատերազմող երկրում, Մշակույթի նախարարություն, մշակույթ, որ աշխարհը մեզ ճանաչում է մշակույթով, սփյուռքը, որը մեր հիմնական ռեսուրսն է, բայց մի ինստիտուտ էլ է փակվել։ Ուղղակի ինստիտուտ չէ։ Քարտեզագրության եւ գեոդեզիայի ինստիտուտը, որտեղ կային բոլոր այն քարտեզները, որով նշված էր Ադրբեջանի հետ խորհրդային տարիների վերջին ճշգրտումները, որը հաստատված էր Խորհրդային Միության Մինիստրների խորհրդի կողմից։ Ինստիտուտները փակելու երկու ձև կա, մի ձևը ես նշեցի, երկրորդ ինչ որ հիմա արվում է։ Այսինքն պատկերացնում եք, քանի տեղից Հայաստան պետությունը եւ մեր ժողովուրդը։ Լավ, պարոն Աբիթան, մենք տեսնում ենք, որ այս մարդու վիճակը ծանր է ընտրական այս process-ի փուլում։ Դա իր խնդրեմն է ծանր։ Ժողովրդի մեջ դուրս գալուց հոգեկան խանգարումների մեջ է հայտնվում, մարդիկ մերժում են իրեն, մարդիկ հասկանում են, որ այս մարդը թուրքական շահերը սպասարկող է եւ Ռուսաստանն է հասկացել, որ այս մարդու հետ այլևս հնարավոր չէ պայմանավորվածությունների գալ եւ սա հայկական շահերով չի առաջնորդվում, հետեւաբար չի կարող դա Ռուսաստանի հետ համընկնումը գլեջ շահեր, հա, եթե թուրքական շահերով է առաջնորդվում եւ Ռուսաստանն է խնդիրներ ստեղծում։ Մի խոսքով իր համար 4 կողմից խնդիրներ կան եւ այս ֆոնին եւ մի քանի օր է մնացել ընտրությունների, ինքը զանգահարում է Էրդողանին։ Մենք կարող ենք ենթադրել, որ իր ծանր վիճակից ելնելով է զանգել Էրդողանին օգնություն խնդրելու, որովհետեւ 2021-ին էլ եթե հիշում եք, երբ գլխավոր շտաբը հայտարարություն արեց, աշխարհում կար մի պետություն, որ աջակցեց Նիկոլ Փաշինյանին, դա Թուրքիան էր, Էրդողանի կառավարությունը իր աշխատակազմը ինքն անձամբ հայտարարություն արեց նաև եւ ավելի խիստ, քան Ադրբեջանը։ Այո, եւ սա մի դեպքում, երբ անգամ Եվրամիությունը, եվրոպական երկրները ուղղակի կոչ էին անում գործընթացը սահմանադրական ճանապարհով տանել։ Չէին ասում, մեզ համար անընդունելի է Փաշինյանի իշխանության հեռացումը, դա պայմանավորվածությունների չեղարկում է, այսպիսի բան չէր ասվում։ Եվ միայն Թուրքիան ու Ադրբեջանն էին եւ գլխավորապես Թուրքիան Էրդողանի կառավարությունը պահեց սրան։ Հիմա ոնց որ էլի նույն վիճակն է, ծանր վիճակում է օգնություն է խնդրում Էրդողանից։ Ինչ կարող է անել Էրդողանը։ Ասենք կարող է մի 100 բեռնատար ծաղիկ ընդունել, թափել թեկուզ, բայց գումարը վճարի, որ միջև ընտրություններ Ոչ բանը չի ընդունում, գումար է տալիս։ Հիմա ինչ պարտադիր է։ Թուրքիան ինքը էժան գյուղմթերք արտահանող երկրներից մեկն է աշխարհում եւ տարածաշրջանում։ Բարբերաբար Ռուսաստան եւ Եվրասիական տնտեսական միության շուկա մտնում են, ասենք, Հայաստանից այնքան լոլիկներ, որտեղ յուրաքանչյուր հայ օրը 24 ժամ կաշխատեր 3 միլիոն հայ, որ Եվ բոլորը լոլիկ պիտի արտադրեն։ Եվ բոլորը լոլիկ։ Հա։ Այսինքն Հայաստանը դառնում է լոլիկստան։ Այդքան լոլիկ ենք, ակնհայտ է, չէ՞ որ մեծ մաս թուրքական, իրանական եւ այլն։ Հիմա իր վիճակը իսկապես ծանր է։ Եվ դա ոչ թե նա համար եմ ասում, որ ես ընդդիմախոս եմ, այլ հիմնավոր է։ Ցանկացած իշխող ուժ, որը վերարտադրվելու է եւ վստահ իր հաղթանակի մեջ, ժողովուրդ իր կողքին է, օրինակ ոնց որ Փաշինյանը 18-ի դեկտեմբերին կամ Փաշինյանը 21-ի հունիսին, նու 18-ի դեկտեմբերին ավելի շատ։ Իրենց հիմնական կոչերը եւ ոչ միայն Հայաստանում, աշխարհում եւս ցանկացած իշխող ուժ, որը վստահ է, որ պիտի վերարտադրվի, ինքը բոլորին կոչ է անում գնալ ընդհատեղամասեր, ինչու։ Որ ինչքան ժողովուրդը շատ է մասնակցում, ինքը շատ ձայն է ստանում, խորհրդանում, եթե խորհրդանական երկիր է, հա, կամ թեկուզ նախագահական, բանը խորհրդանականում տոկոսը շատ բարձր է եւ падգամավորների թվականը ավելի շատ է, այսինքն իշխանությունը տեղ շահում է։ Դուք տեսել եք Get 1 տեսանյութ, մի հատ սկեչ, մի խոսք, որտեղ իշխանությունը կոչ աներ մարդկանց դեպի ընդհատեղամասեր։ Փոխարենը լրիվ հակառակն է։ Փոխարենը օթանավականներում դիմավորում են մարդկանց, ասում են, եթե ընտրակաշառք քրեական հետապնդում 7-ից 10 տարի։ Եկեք Հայաստան 40,000 հոգու կուղարկենք բանակ։ Հա, հիմա լսեք։ Բայց փոխարենը ընդդիմությունն է, չէ, օրը 24 ժամվա ռեժիմում, այդ թվում նաև ես կոչ եմ անում գնալ ընդհատեղամաս։ Ինչու՞։ Որտեղ Փաշինյանը ինքը հստակ գիտի, որ ինքը փոքրամասնություն է, իր վստահաբար իր ձայների քանակը հիմնականում վարչական ռեսուրսով եւ ինքը հաղթական չի այդ տոկոսը։
եւ որքան քիչ մարդ մասնակցի ընտրություններին, այդքան իր ստաբիլ տոկոսը վարչական, հա, ավելի մեծ կլինի ընդհանուր քվեների մեջ։ Ինչքան շատ մարդ գնա, այդ տոկոսը ընդհանուր մեջ իջնում է, չէ՞։ Դե համար իրենք որից է ձևով հրապարակավ կոչ չեն անում մարդկանց գնալ եւ կատարել իրենց համազգական պարտքը։ Համաձայն եք։ Սա մեկ հիմնավորում, չէ՞, ամենակարևոր հիմնավորումներից մեկը։ Երկրորդ հիմնավորում Փաշինյանը ինքը սկզբունքորեն իրեն բավական լավ տիրապետող անձ է, ինքնատիրապետում բավականին բարձր է, այնպես չի, որ հիմա մենք տեսնում ենք այդ ղժժան բան եւ այլն, այդպես չի, բայց իր մոտ հիմա ծանր հոգեվիճակ է։ Ինքը իրական թվերի հետ առերեսվում է եւ շատ բնական է, ինքը նաեւ մտածում է, որ եթե այնուամենայնիվ չվերընտրվեց, իր համար բավական տխուր օրեր են սպասում։ Եվ դա հոգեվիճակային առումով ազդում է։ Առավել մեծ հաշվով, որ այս կռվի մեջ հիմնականում ինքն է, հա, այդպես չի մի 20-30-50 հոգի, որ իր հետ հավասար եւ չկա, ինքն է։ Այսինքն մենակ է։ Անկամ զուգընկերը կողքը չի։ Եվ անցնենք առաջ։ Ուրեմն սա երկրորդ։ Եվ այդ հոգեվիճակը իրեն բավականին գրգռում է մարդկանց հետ։ Ինքը իջավ փողոց, շփվեց, հանդիպեց իրական Հայաստանի իրական քաղաքացուն, ստացավ հայրական ապտակ, այդ շփված մարդկանց մեծ մասը նաև կանայք, զոհված ազատամարտիկներ, որոնց խուսափում է մայրեր, հա, հարազատներ եւ այլն, բնականաբար եւ պատական չի վերջին մի շաբաթը պիկապի վրա ինչ որ բարձրախոսում Չի իջնում պիկապը։ Դե իջնելը գիտենք։ Իրական Հայաստանը հենց Որ մի քիչ էլ իրական Հայաստանի հետ շփի պիկապը վանդակապատելու են, վանդակորեն տալու։ Չէ, այ եթե իր այս անվտանգությունը պիկապից մի քիչ հեռու գնա, ես համակարծիք եմ վանդակոպտի բերեն, որտեվ խնդիրներ կունենա։ Ուրեմն սա երկրորդ հիմնավորումը։ Հիմա Փաշինյանի կեցվածքի երրորդ հիմնավորումը՝ վախի մթնոլորտ։ Այսինքն իշխանությունը ուժ է ցույց տալիս, ձերբակալություններ, քրեական գործեր, ավտոմեքենաների վառում, մարդկանց առևանգման փորձ, սպառնալիքներ, այսինքն երբ իշխանությունը իր ուժն է օրենքով, որը իրավունք չունի անգամ կիրառելու, բայց իշխանությանը կարելի է ուժ գործադրել, որի համար իրենք չեն պատժվում, բայց ժողովրդի ինքնապաշտպանության իրավունք չունի, որի համար կարող է պատժվել, չէ՞, մտածածին հոդվածներով։ Եվ ըստ այդմ իշխանության կողմից այս վերջին մեկ շաբաթվա ընթացքում ինտենսիվ կերպով ուրեմն բռնության քարոզը, վիրավորանքը, հա, մարդկանց ձերբակալումը, երեք էլ ուժեղ Հայաստանից Ասեսում հարձակվել էին հղի կնոջ վրա, ծեծել եւ այլն։ Սա ինչի ցուցիչ է։ Սա թուլության ցուցիչ է։ Դուք պատկերացնում եք ուժեղ ինքնավստահ ուժը, ասենք իշխանությունը նման բան։ Պատկերացնում եք Եվրոնյուզի ասած 65% ունեցող ուժը։ 65% չէ, 6.5% էլ սա երևի չունի, ամենայն հավանականությամբ։ Հետո ինքը երաշխիք չունի, ամենամեծ խուճապը 4-րդն եմ ասում։ Ինքը որևիցե երաշխիք չունի, որ վարչական ռեսուրսը, որ ինքը մտածում է այդ ռեսուրսով, ասենք մի 400,000 ձայն հավաքի, ինքը անգամ երաշխիք չունի, որ այդ 400,000-ը հորս արև հաստատ Փաշինյանին են ընտրելու, գնան եւ ընդհատեղամասերում Փաշինյանին չընտրեն։ Ավելին ասեմ, ինքը առավել քան վստահ, որ այդ 400,000-ից կեսը կարող է իրեն չընտրել։ Թեև վարչական ռեսուրս է, թեև հրապարակավ ասում են, բայց բոլորը, ինչպես ասում են, այստեղ ու այստեղ է հասցրել այդ մարդը, հա, իր բոլոր կորուստներով եւ այլն։ Հիմա ես 4 հիմնական շեշտադրում արեցի։ Մյուսը, որտեղ ինքը անելու է, կեղծիքներն են։ Կեղծիքները մոտապես անելու են ինչ որ վաղաշաբաթի համայնքի ընտրություններում, ես որոշ առումով մի փոքր ծանոթ եմ եւ ինձ համար օրինակ ցուցիչ է մի դրվագ։ Կինը տարիքով գնում է ընդհատեղամաս եւ տեսախցիկում հետո այդ կինը պատմեց եղելությունը։ Բազեց իր 10 տարի առաջ մահացած ամուսինը գերեզմանից եկել քվեարկել, հա։ Երկու տղաները, որոնք Ռուսաստանում են եկել քվեարկել են, բայց Ռուսաստանից չեն եկել, նրանք ռուսա։ Եվ ամենակարևորը ինքն էլ է արդեն քվեարկել, երբ որ եկել տեսել էր, որ ստորագրած է։ Ցուցիչ։ Ուրեմն ինչա լինելու։ Լրացիչ ազգաններ ցուցակներում վստահաբար կեղծիքներն եմ ասում։ Եվ շրջիկ խմբեր, որոնք պատտվելու են։ Բայց այդ շրջիկ խմբերի եւ պատասխանատուները եւ անդամները, ինչպես ասում են, թքելու են փայտիկներին։ Գիտեք ինչու։ Որտեւ արհեստական բանականությամբ շատ արագ նույնականացում է գնալու, վստահաբար տեսախցիկները աշխատելու են։ Նույնականացում մի անձը մի քանի տեղ մտավ քվեարկության, ինքը ֆիքսվելու է։
եւ ես վստահաբար կարող եմ ասել, որ ընդդիմությունը կկարողանա շատ արագ բացահայտել շրջիկ խմբերը, ասենք մի 1000-1500 հոգի շրջիկ խումբ, բոլորը իշխանափոխությունից հետո գնալու են նստել։ Ընդ որում չորով եւ դախած, այսինքն օրենքով ինչքան որ հասնում է, Որտեվ սա հայրենիքի հարց է։ Սովորական ընտրակեղծիք չի արդեն։ Իմ ձայնը, այսինքն սա իմ իրավունքը այստեղ ապրելու ինքը փորձում է կեղծել։ Եթե կեղծում է, ուրեմն մաքսիմումով դե գնա նստի։ Ես ասում եմ, այդ 2 կոպեկը, որը որ վերցնելու եք այս շրջիկ խմբերով գնաք, այդ 2 կոպեկը ձեզ համար շատ ծանր է նստելու։ Շատ նյութական վնասներ կարող եք կրել եւ օրենք մի խախտեք։ Մեր ընտրելու իրավունքը մի ոտնահարեք։ Պարոն Նահապետյան, ես նաև այսպեսի տեղեկություններ եմ ստանում ԿՊԱ-կաններից, տեսածի որ շփվում եմ իրancs հետ։ Դատապարտելիչ չէ։ Որ կան ԿՊԱ-կաններ, որում այսօր առաջին շարքերում երևացողներ, չեմ ասում ամենաառաջին շարքում, բայց падգամավորներ են առնվազն։ Իրենք պատրաստվում են այնքան վստահ չեն իրենց այդ ասած հաղթանակի։ Իրենք պատրաստվում են վաղ առավոտյան գնալ ընտրատեղամասեր, քվեարկել եւ շարժվել դեպի Վրաստանի սահման, սպասել ընտրությունների արդյունքներին սահմանում։ Սա հստակ ցույց չի, որ արդեն իրենց մեջ հասկացել են, որ պարտությունը շատ մոտ է, դե օթանավական գնալուց ամեն պահի չեն կարող թռնել, բայց սահման ամեն պահի 2 րոպեից կարող են անցնել Վրաստանի կողմ։ Եվ դրամաբանական է։ Սա ինչպիսի վախի մասին է արդեն խոսում իրենց շարքերում։ Սա գոյութենական վախի։ Այսինքն հիմա եթե դու պարտվում ես, իշխանությունը սպարտվել ես, օրինակ Օրբանը իր թիմով գնաց, ոչ փախավ։ Հետո ենթադրենք ԿՊ-ն պարտվում է, բայց ինքը դառնում է հիմնական ընդդիմադիր ուժը, չէ՞։ Այսինքն խորհրդարան, խորհրդանական աշխատանք, հա, քո երկրի հետ կապված, այսինքն ինչն է արտառոց, ինչից են վախում իրենք։ Վախում են բացահայտումներից, այնպիսի բացահայտումներից, որը իրենց բակալի մեղմ ասած տահաճություն կարող է պատճառել, մեղմ եմ ասում։ Այսինքն քրեական օրենսգիրքը կարող է բախի յուրաքանչյուրի դուրը։ Նրանք ովքեր որ իսկապես այդ ինչի մասին դու ասիր, Բորիս, սա խոսում են դրա մասին, որ ներքին խոճապ կա եւ այդ ներքին խոճապը հարազատներից, ընկերներից, այլոցից քողարկելու համար իրենք արդեն իսկ պատրաստ են իրենց պայեստային օթանավականը, այն է հայ-վրացական սահմանը եւ որից հետո ասենք կարող են դուրս գալ։ Սա իրոք ներքին խոճապի մասն է խոսում։ Եվ այն իրական թվերի փաստացի, որ միայն Փաշինյանը չգիտի, գիտեն նաև իր թիմակիցներ, մտերիմներ, եւ հետո դա այդպես գաղտնիքը չի, եւ դա շատ արագ տարածվում է, որտեվ տարբեր այդ ֆոկուս խմբերը, որ աշխատում են, այնտեղ 3-ից 5% է շեղումը 100%-ի մեջ, դա բարձր տոկոս չի, եւ մեծ հավանականությամբ ուրեմն իրավիճակին մարդիկ ծանոթ են, այդ թվում նաև իր շրջապատի ձեր ասած ԿՊԱ-ականների եւ շատ բնական է մարդկանց մոտ, գիտեք, ասենք, եթե անաչառ տեսանկյունից նայենք այդ մարդկանց, իրենք հասկանում են, որ ինչու նստեն, ավելի լավ է պարտվելուց հետո դուրս գան, որ խնդիրներ չլինի, բայց այստեղ մի բայց կա, ես կարծում եմ, որ իշխանությունները մի քանի սցենարներ ունեն, մինչև ընտրությունները ակնհայտ տեսնելով, որ պարտվում են։ Սցենարներից մեկը 1 կամ 2 ուժի ընտրության թույլ չտալն է, ինչպես եղավ Մոլդավայում, 2 ուժի թույլ չտվեցին ընդդիմադիր ուժերին։ Այստեղ են ինչ որ հիմա ուժեղ Հայաստանի նկատմամբ արվում է եւ ավելի խիստ, մի քիչ ավելի քիչ Բարգավաճ Հայաստանի, ինձ գոնե հուշում է, որ կարող է այսօր ամսի 3-ն է, 4-ին կամ 5-ին Մոլդավայում 2 օր առաջ անգամ քվեաթերթիկները տպել էին, բոլորը կային ուժերը, բայց 2 ընդդիմադիր ուժի հանեցին, հա, թույլ չտվեցին, ինչ որ պատրվակով։ Այստեղ էլ ինչ որ պատրվակով ես ենթադրում եմ ընտրակաշարք եւ փողերի լվացում։ Այսինքն այլ ֆինանսավորման աղբյուրներ ա եղել, որը խաղեկամներ ա խախտել, այդ ուժին մեծ առավելություն ա տվել եւ այլն, դրա համար հանում են։ Ես չեմ բացառում, սա սցենարներից մեկն է եւ ակնկալելով, որ մնա մի ուժ, ինքը կհաղթի։ Հաջորդ սցենարը, որ տեսնելով, որ անգամ այդ դեպքում չի հաղթելու, արտակարգ դրություն, ինչ որ դեպքեր, ներքին լարումներ, ճգնաժամ եւ այլն, ներսում։ 3-րդ սցենար եւ 4-րդ սցենար կա, ռազմական դրություն, հայ-ադրբեջանական սահմանում բախումներ, կրակոցներ եւ բնականաբար վերջի 2 դեպքում ընտրություններ հետաձգվում են։
Այսպիսի սցենարներ այնուամենայնիվ կարող է տեղի ունենալ։ Եվ վերջում ուղղակի քաղաքացիներին նաև դիմելով ասենք, որ սրանք իրականում դարձել են օլիգարխիկ իշխանություն։ Ես երեք զարմացա մի թիվ տեսա, ուրեմն քաղաքացիական պայմանագրի պատգամավորը Ռուստամ Բաքոյանը, որը 2018-ից առաջ տարբեր մարդկանցից պարտքով գումարներ էր, ինձանից 5000 վերցրել, չի վերադարձրել։ Դրամ, դոլար չէի տա ես իրեն։ Պարզվեց հայտարարագրով գյուղատնտեսական գործունեությունից մոտ $400,000 եկամուտ է մարդը անցյալ տարի ստացել։ Օրինական։ Գյուղատնտեսական, թե ինչ արել, չգիտեմ, ասում են Արարատի մարզից է գուցե Հովիկ Արգամիչը ցույց է տվել, թե ինչպես կարելի է պոմիդոր մշակել եւ փող աշխատել, բայց սա հայտարարություն է, սա ժողովրդի համար ուղղակի, թե ինչպես 2018-ից առաջ 5000 դրամ պարտքով փող վերցնողներ, այս մի քանի $100,000 մի տարում եկամուտ են ստանում։ Դուք սիրելի ժողովուրդ, դուք, որ 2018-ի ձեր կյանքը համեմատում եք այսօրվա հետ, դուք կարողացել եք գյուղատնտեսությամբ մի քանի $100,000 եկամուտ ստանալ մի տարում, սա հանցագործների, օլիգարխների, պետական հանցագործների եւ օլիգարխների իշխանություն է։ Ուրեմն օլիգարխիկ համակարգը ինքը կառավարման գործիք է։ Օլիգարխներ գոյություն չունեն հայաստանյան, ռուսաստանյան, ադրբեջանական, թուրքատես, այդպիսի բան չկա։ Օլիգարխիայի կենտրոնը երկու պետության մայրաքաղաքում է, որտեղ իրենք կառավարման գործիք են։ Մեկի անունը մայրաքաղաքներից Լոնդոն, մյուսը Վաշինգտոն։ Օլիգարխիան կառավարման գործիք է, որտեղ այդ օլիգարխները, որ պայն, այսինքն իրենց ֆինանսական հնարավորությունները այնքան է, որ ենթադրենք շեմ կա օլիգարխիկ, ինչ որ ճյուղերը մենաշնոր ունեն եւ գումար շարժական անշարժ գույք։ Դա ինչ որ շեմ կա, ասենք դրանից հետո, ասենք, չգիտեմ, $1,000,000,000 է, հա, կամ $500 million։ Եվ ամենայն հավանականությամբ այդ ունեցվածքի առողջի բաժինը պետք է գրանցված լինի այդ երկու պետությունում կամ նրանց օֆշորներում, որով այդ պետությունների հատուկ ծառայությունները, իսկ ակնհայտ է, չէ, որ որոշակի առումով օրենքի խախտումով է, չէ, այդ գումարները աշխատում, որի մասին հատուկ ծառայություններ իմանում են, ներսում էլ Հայաստանում օրինակ, բոլոր երկրներում, այդ թվում նաև Հայաստանում կան ՀԿ-ներ, որոնք ուսումնասիրում են օրինական շարժը, տեղեկատվության բաց եւ փակ աղբյուրներից այդ բոլոր ինֆորմացիան այդ երկրների հատուկ ծառայություններ հավաքում են, որպեսզի լծակ, որ այդ օլիգարխը իրենց է դառնա։ Այսինքն օլիգարխին ասում են հիմա դու հեղափոխություն ես անում, այստեղ կամ իշխանությանը չես պաշտպանում, կամ քո գործարաններում, տնտեսվարող սուբյեկտներում, ասենք կա 50,000 աշխատող։ Ասում ես գնում են քվեարկում են այսինչ տեխնացուի օգտին։ Բազում ասում, այսինքն օլիգարխիկ համակարգը ինքը կառավարման գործիք է արևմտյան երկու գերազործ պետությունների ձեռքին։ Նրանց եւ այդ օլիգարխների բոլոր երեխաները պարտադիր սովորում են Լոնդոնում։ Դա պարտադիր պայման է։ Ոչ միայն Լոնդոնում, նաեւ Վաշինգտոնում։ Իրենց վերահսկողության տակ։ Հա, եւ Վաշինգտոնում։ Իհարկե, որտեվ հետո այդ օլիգարխը իր գումարը պետք է փոխանցի երեխաներին։ Այսինքն այդ հատուկ ծառայությունները դեռևս ուսանողական տարիներ արդեն ինստիտուցիոնալ կառավարման ներքո։ Այո, արդեն պատրաստում են որպես ապագա կառավարիչներ, մի մասին բերում են։ Ես դրա համար եմ ասում, օլիգարխիկ համակարգը դա մեծահարուստներ չեն, օլիգարխ այլ բան։ Օլիգարխը այդ պետությունների ձեռքին արտաքին կառավարում ցանկացած պետության վրա իրականացնելու գործիք է։ Շատ լավ, շնորհակալ եմ պարոն Նահապետյան, հետաքրքիր զրույցի համար։ Ես շեշտում զրուցում եմ Հայկ Նահապետյանի հետ, տեսություն կհանդիպենք։